Արջն ու Քոթոթը վերջին օրերին դարձել են Վայոց ձորի Շատին բնակավայրի ամենաքննարկվող այցելուները։ Համացանցում տարածվում են կադրեր, որոնցում կենդանիները բնակավայրի տարբեր հատվածներում են։ Այս տեսանյութում օրինակ Արջն ու Քոթոթը Շատինի հիվանդանոցի բակում են։ Էս ինչ սիրուն արջուկ է, մեզ հույր է եկել, հիվանդանոցի հայաթում։ Թեև սա բնակիչների մոտ կարող է հետաքրքրություն առաջացնել, մասնագետները հորդորում են վայրի կենդանիներին չմոտենալ ու չկերակրել։ Քոթոթի հետ շրջող մայր արջը կարող է ագրեսիվ արձագանքել, եթե վտանգ զգա, ինչը ռիսկեր է ստեղծում ինչպես բնակիչների, այնպես էլ կենդանիների համար։ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից Ֆակտոր-ին հայտնել են, որ մայիսի 20-ին Վայոց ձորի մարզպետարանից ու Շատին համայնքի ներկայացուցիչներից ահազանգ են ստացել, թե շուրջ 1 ամիս է, ինչ արջը Քոթոթի հետ բնակավայրում է, շրջում է տնամերձ տարածքներում ու բնակիչների բակերում։ Հիմնադրամի գնահատմամբ ստեղծված իրավիճակը Հայաստանում աննախադեպ է մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտների կառավարման տեսանկյունից։ Նախկինում չի արձանագրվել դեպք, երբ արջը Քոթոթի հետ այսքան երկար ժամանակ գտնվի բնակավայրի ներսում։ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարանի Հակոբյանի խոսքով իրականացվում են պաշտպանիչ միջոցառումներ տնտեսություններին հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով, սակայն նախարարության կարծիքով հնարավոր չէ սահմանափակել կենդանիների տեղաշարժը բնության մեջ կամ տեղափոխել նրանց։ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից էլ առաջարկել են կենդանուն անվտանգ քննեցնելու եւ կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պահպանվող տարածք, մասնավորապես Վարդահովիտ տեղափոխելու համար։ Նախարարությունից ասում են, այս առաջարկի հետ կապված որոշում չունեն։ Շրջակա միջավայրի նախարարությունից ու վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ արջերի հնարավոր մուտքի ուղղություններում տեղադրվում են էլեկտրական հովիվներ, հատուկ էլեկտրական ցանկապատեր, որոնք նախատեսված են կենդանիներին բնակավայրերից ու տնտեսություններից հեռու պահելու համար։